մի քարոզիչ ալնում շատ ուժեղ քարոզում է Քրիստոսի այրան մասին։ Եվ ասում է Հիսուս Քրիստոսի այրունը ամեն մեղքին կրնամակրել։ Քարոզում է մի ավազակ անցնում է այդ շենքի կողքով։ Այդ եղբայրը այնքան լցված Սուրբ Հոգով ասում է Հիսուսի այրունը ամեն մեղքին կչնչի։ Եսի որ լսում ես ավազակը շատ ավազակալ։ Ասում է լկանի բռնցնեմ դրան հախից կամ, ես ինչ էր քարոզում։ Վերջը մոտիկանում այդ քարոզիչին ասում է պաշտամունքի վերջում, ասում է դու ասեցիր ամեն մեղքեն կները։ Այո, Հիսուսի այրունը ամեն մեղքեն կները։ Դե ասում է որ կները, կարաս ինձ հետ կաս, ինձի ասես տենամ իմ մեղքերը կներվի թե չէ։ Ասես խոսքա տալու։ Հետո ավադացիան ասում են, եթե ավազանգա կորչունես դրա հետ, ասում է չէ, խոսք եմ դեպ դի գնամ։ Վերջը, վերցում տանում է իրա պանդոկը։ Զենքերը հանում շարում է, տարբեր զենքեր։ Ասում է այս զենքով, այս սուրալում, այս զենքով մի հատ կնոջ փորը ճղել եմ, երեխեն հանել եմ փորից, հորն ու մոր մոտ մորթել եմ այդ երեխային, ես մեղքս կներում եմ։ Ես խեղճ քարոզիչ տեսման չի լսել։ Ասում է ես մի բան գիտեմ, ավետարանում գրված է, Հիսուսի այրուն ամեն մեղքին։ Դրանից ավելի դաժան բաներ է բացատրում։ Ես զենքով ինչ եմ արել, վերջը սարսափել չեմ ուզում այդ մեղքերը անել տալ, սարսափելի մեղքեր։ Վերջը այս քարոզիչը քիչ ամնում շեղվիր է մտքից։ Ասում է, ասա, եթե չասես, այս զենքով գյուլելու եմ քեզ։ Ասում է, մեկ է գյուլվելու եմ, բան ասեմ կներվի Հիսուսի այրունով։ Ասում է, Հիսուս Քրիստոսի այրունը ներում է։ Ուրեմն այդ պանդոկում ինչքան գինի օղիկ ասավ թափում է։ Սաղ զենքերը ջարդում է։ Գիշերվա կեսին մի ահավոր տանջալի կին ունենում երեխանել հետը։ Գիշերվա կես տուն է հետում։ Դուրը ծեցում ու ընգնում է ծնգի վրա դրան մոտ։ Երեխեն հետում ասում է մամա, պապան ծնգի վրա դրան հետևն անգած, բացեմ թե չբացեմ։ Այդ ինքան սարսափակցե դրանց վրա, ասում է բալա ջան, չբացես էլ նա կբացի կմնի մեզ կմորթի, գնա բացի։ Բացում է, ծնկաց շոկ, գալիս է կնոջ ոտերի մոտ, ոտեր է գրքում, համշիրում, ասում է ներա ինձ, Հիսուս ներել է ինձ, ես արդեն սատանայի թշնամի եմ, Աստծու բարեկամ, գրկախառում են, երեխանել է գրքում, վերջը ընդունում են առավոտ միասին, գնում են պաշտամունք, Հիսուս Քրիստոսի այրունը ամեն մեղքեն կրնաներել, մենք պետք է հավատանք դրան, մի մեղք կա որ չի ներում, ոչ երկեքում, ոչ երկի վրա, դա Սուրբ Հոգու դեմ եղած այրություն, ներված ագերքի մեջ, եթե մեկը մեջ կդարձնի, եթե լասեմ ձեզ, եթե մեկը մեջ կա դարձնում Աստծու, դա գրված է Եբրայեցիս թղթում, Քրիստոսի այրունը անմաքուր է համարում, շնորհած Հոգին նախատում է, այդ մարդի մեղքերն էլ չի ներվի, եթե նա չդառնա։